Սննդաբան Լիլիթ Բասյանի անձնական կյանքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանից 2019 թվականին աղմկոտ ամուսնալուծությունից եւ երկարատև լռությունից հետո Լիլիթի կյանքում նոր փուլ է սկսվել։ Նա նոր սիրելի ունի, ով ազգությամբ բրազիլացի է։ Համացանցում հնչած բացասական արձագանքներին Լիլիթը պատասխանել է տեսանյութով։ Նա նշել է, որ շատերի ընկալմամբ բարոյական է համարվում այն կինը, ով լռելյան տանում է ամեն բան, անգամ ամուսնու ծեծը, իսկ նրանց, ովքեր ընտրում են երջանիկ լինելու եւ ապրելու իրենց իրավունքը, հասարակությունը դժվարությամբ է ընդունում։ Այս այն կինը, ով դժբախտ է, դա բարոյական է։ Դա մեր մենտալիտետի մեջ դրված է, հասկանում եք, տարիներ շարունակ, եթե ամուսինը թեկուզ քեզ ծեծելա, մի երկու հատ խփելա, դե ոչինչ, տղամարդը, դա կարելի։ Անդրադառնալով օգտատերերի այն հարցադրմանը, թե ինչու նա հայ տղամարդու չընտրեց, Լիլիթը հակադարձել է. «Ես այսպես եմ ապրում, ես ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ, եւ թույլ եմ տալիս ինձ ապրել իմ հոգու կամքով։ Գլխավորը այն է, որ ես իմ կյանքով չփչացնեմ կամ չսպանեմ ուրիշների կյանքը։ Դու չպետք է ինձ գրես», ընդգծել է Սննդաբանը։ Լուրը հայտնելուց հետո Լիլիթը պարբերաբար նոր հրապարակումներ է անում բրազիլացի ընտրյալի հետ, կիսվելով անկեղծ եւ էմոցիոնալ խոհերով։ Հերթական հրապարակմանը կից նա գրել է. «Ես տարիներ շարունակ ասում էի, որ իմ մարդը այստեղից չէ։ Նա գալիս էր ինձ մոտ, երազում մեր հանդիպումից շատ առաջ։ Ես չգիտեի նրա անունը, չգիտեի նրա դեմքը, բայց գիտեի մի բան, նրա կողքին իմ հոգին կճանաչի այս զգացմունքը, հարազատ տան զգացողությունը, ես տանն եմ։ Եվ այսօր ես կարող եմ ասել անսահման երախտագիտությամբ, ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ», եզրափակել է Լիլիթ Բասյանը։ Դե ինչ այսքանն ենք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ եւ եղեք տեղեկացված։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։